Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ ու արագ կարող եք դիտել Vkontakte-ում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Vkontakte-ում ենք։ Ինչ եք ինձ կանչել։ Ես գրև ես արել էլի։ Կարող կանչել եք, որ կյանքս պատմում ձեզ։ Չէ, ավելի վատ բանի համար եմ կանչել։ Քո դեմ նոր ցուցմունք կա, որը ավելի է վատացնում քո իրավիճակը։ Ինչ ցուցմունքի մասն է խոսքը։ Սոֆյան նոր մանրամասներ է պատմել քո եւ Արտակի շփման մասին։ Ու ինչ մանրամասներ է պատմել Սոֆյան։ Ու այն որ մի քանի անգամ եք հանդիպել Արտակի հետ եւ ամեն անգամ Արտակը ծեծված է տուն մտել։ Ես ինչ հեքիաթ է, չկա տենց բան։ Այդ դատարանը կորոշի իր փորձաքննություններով։ Այսինքն դատարանը կորոշի։ Դատի օրը նշանակված է։ Վերցրու։ Ծանուցումը լավ կկարդաս։ Իսկ հիմա Իսկ հիմա ազատ ես, միջև դատը։ ուզում եմ հասկանամ ինչի եմ ես նոր իմանում, որ դատի օրը նշանակվել։ Որոշումը հենց նոր է հաստատվել։ Իսկ կարաք ինձ բացատրեք ոնց եք ինձ դատելու առանց բավարար ապացույցների։ Հանգիստ եղեք, ապացույցներ կլինեն։ Դավիթ ինչ էր ասում։ Պատրաստվում եմ դատին։ Այսինքն Կարդա կհասկանաս։ ինձ թվում էր, որ մինչև դատը քո գործը կկարճեն։ Ախր քո դեմ ոչ մի ապացույց չունեն, ո՞նց են գործառություն։ Սոֆյան նոր ցուցմունք է տվել։ Ինչ ցուցմունք։ Ասում է, որ ես Արտակին մի քանի անգամ եմ հանդիպել ու երբ մեզնից հետո գնացել ա տուն ծեծված է եղել։ Սուտ է, ես հենց հիմա Խաչատրյանի հետ կխոսեմ։ Չէ։ Պետք չէ ոչ մեկի հետ խոսալ, դատում են թող դատեն, Մարիա, ես մաքուր եմ ու վստահ եմ, որ ինձ արդարացնելու է։ Դավիթ, ես էլ եմ վստահ, որ դու ոչ մի բանի հետ կապ չունես։ Բայց ինձ թվում է, որ մեր մեջքի հետևում ինչ-որ մութ գործեր են կատարվում, որովհետև քո գործի հետ կապված նենց բաներ են կատարվում, որից ես գլուխ չեմ հանում։ Ինձ թվում է, որ ինչ-որ մեկը մեր դեմ է գործում, որ Ռաֆին քողարկի։ Ու այսպես ձեռքերներս սալած որ նստենք, մենակ օգնելու ենք իրենց։ Մարիա, մենք բան չենք կարող անենք, ոչ Ռաֆի դեմ ապացույց ունենք, ոչ էլ քննիչի։ Հա, բալես։ Պապ, դու աշխատանքի վայրում ես։ Հա, Մարիա ջան։ Ես ու Դավիթը կարող ենք գալ քո մոտ, շատ կարևոր բան ունեմ ասելու։ Եկեք, բալես։ Լավ։ Հիմա մենակ պապան կարա մեզ օգնի։ Անտոշ։
Խաչատրյանի մոտից ենք գալիս։ Դավիթին դատիորեն նշանակել։ Ինչ դատ։ Ինչ եք խոսում։ Ես Խաչատրյանի հետ խոսել եմ։ Ասաց, որ բավարար ապացույցներ չունեն մեղադրանք առաջադրելու համար, դրա համար դատի օր չի լինելու։ Գիտեմ, բայց չեմ հասկանում ինչա փոխվել, որ ամեն ինչ բավարարել է։ Ասում են Սոֆիայի փաստաբանն է դատ պահանջել։ Դա ի՞նչ կապ ունի։ Ով ուզում ա լինի, ոչ մի բան չի կարա իմը պահանջի։ Հնարավոր է, որ նոր ցուցմունքն է ազդել։ Ինչ նոր ցուցմունք։ Էս ինչ բան է։ Մի հոգու խոսքի վրա են հիմնվում։ Ավետ, դու ստեղ ինչ ես անում։ Կարող է սկզբի համար բարև ոնց էսից սկսենք։ Իսկ կարող է դու իմ հարցին պատասխանեիր։ Դե եկել եմ, որ միասին դուրս գանք։ Ես հիմա աշխատանքի մեջ եմ ու ոչ մի տեղը չեմ պատրաստում դուրս գամ։ Պարապ սուրճ ես խմում, ինչ աշխատանք։ Չհասկացա։ Ես հիմա իմ բանու գործը թողած, պիտի քեզ բացատրություններ տամ, հա։ Գնա հա, թող հանգիստ գործս անեմ։ Մեր առաջին հանդիպումը վատ անցավ ու սրտից չի նստել։ Ավետ ջան, գնա էլի։ Չես հասկանում, որ չեմ ուզում քո հետ ոչ մի տեղը դուրս գամ։ Չհասկացա ինչի։ Մի քանի օր առաջ շատ նորմալ շփվում էիր հետս, հիմա ինչ եղավ։ Դե ոնց ասեմ, հասկացա, որ դու շատ կոպիտ, մեր մեջ ասած, տենց անտոշ բնավորության տեր մարդ ես։ Այդքանը հերիք է։ Ես այդպիսի մարդկանցից սովորություն ունեմ հեռու մնալու։ Վերջնական պատասխանը տա, որ չես գալիս։ Այո։ Լավ, ոնց կուզես։ Չհասկացա ինչ ես տեղ տեղավորվում, դուրը են կողմն է։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Կսպասեմ աշխատանքդ կավարտես, հետո միասին դուրս կգանք, համ էլ կզրուցենք այդ ընթացքում։ Ավետ ջան, ես քո հետ նույնիսկ 2 քայլ էլ չեմ անի։ Պարզակ ես։ Մի հատ սուրճ տուր։ Այսինքն ասել է, որ դուք մի քանի անգամ եք հանդիպել։ Ու ամեն ձեր հանդիպմանը ծեծել է ստերանը։ Հա, բայց տենց չի եղել։ Ես արտակին ընդամենը 2 անգամ եմ տեսել, ոչ ավել։ Ես պետք է խոսեմ Խաչատրյանի հետ։ Դա մի բան թաքցնում է, այդ հաստատ։ Պապ, բայց իրեն ինչ է դա տալու։ Ես հասկանում եմ, որ դուք խնդիրներ եք ունեցել, բայց… Էլ ինչ բայց Մարիա։ Պարզ է, որ պիտի մեջքի հետևից մի ձև իր մուրը աներ։ Քո միջոցով, Դավիթ։ Ամեն դեպքում մենք մինչև բավարար ապացույցներ չունենանք, չենք կարող մեղադրանք առաջադրել ոչ մեկի։ Պապ, խնդրում եմ մի բան արա։ Ես պետք է խոսամ Խաչատրյանի հետ, տենամ ինչա կատարվում։ Ես էլ էի նույնը ուզում անել։ Դավիթը չթողեց։ Դավիթը ճիշտ արեց։ Հիմա քո խառնվելը շատ սխալ է։ Դատին էլ օր չի մնացել։ Ես ամեն դեպքում կփորձեմ դատը հետաձգել։ Դե լավ, մենք գնանք, եթե պետք լինեմ զանգեք։ Գնա տղես։
Լավ ես ինչ աներես պահված կա։ Չի համառությունը աներեսության հետ մի խառնի, լավ։ Իսկ կլինի դու ինձ չուղես, ես ինչ ասում եմ, միշտ ճիշտ եմ ասում։ Ես չգիտեի, որ դու աշխատանքի մեջ ես սենց շատախոս։ Չհասկացա ձեռս առնում։ Հա, ոնց որ դու ինձ։ Կես ժամա ուղակի նստած ենք, ոչ գործ ես անում, ոչ էլ հետս դուրս ես գալիս։ Ես ես ինչ կրակի մեջ ընկա, ինչի համար, Տեր Աստվածի։ Լավ, ես կգամ քո հետ, բայց ես առաջի ու վերջի անգամն է, որ ես քո պահվածքը հանդուրժում եմ, պարզա։ Ալո։ Բարև Վոֆա։ Հուսով եմ ճանաչեցի Ռովա։ Բարև նոնա։ Դու հիմա մտածում ես, թե ես ինչի եմ զանգել։ Միգուցե եւ զարմացած լինես, կարողա նաեւ վախեցած լինես, չէ՞։ Հա, զարմացած եմ։ Բայց վախեցած չեմ։ Ես ոչ մեկից չեմ վախենում։ Դե հա, քո նման կինը ոնց կարա ինչ-որ բանից վախենա։ Դե դու բոլոր չարիքներին տիրապետում ես, չէ՞։ Մարդասպանություն, ընտանիք քանդել, բոլոր տեսակի ստորությունները քոննա, չէ՞։ Զանգել ես վիրավոր ես։ Չեմ պատրաստվում հետդ լեզվակռվի մեջ մտնեմ։ Եթե ասելու բան ունես, արագ ասա, չէ՞, անջատում եմ հեռախոսը։ Արի մի բան պայմանավորվենք։ Ինձ թվում է իմ առաջարկը քեզ անպայման դուր կգա։ Բոլորն գիտեն, որ դու Մարիայի միջոցով ես ուզում Ռուբենին հասնես։ Ես պատրաստ եմ Ռուբենին քեզ նվիրել։ Բայց մի պայմանով, որ իմ երեխուն ձեր հարաբերությունների մեջ չխառնեք։ Ինչ ես խոսում։ Նոնա, դու քեզ ում տեղն ես դրել։ Դու քեզ կարող ես սխալ են ներկայացրել, ես առաջվա օֆան չեմ։ Ես քեզ թույլ չեմ տա իմ հետ տենց խոսես, հասկացար։ Քո առաջարկած գործարքն էլ քեզ պահի։ Այլևս չհամարձակվես այդ տոնով ինձ հետ խոսես։ Դու ով ես։ Հիմա ինչ, ոչ մի բան չես խոսելու։ Հա, բայց ինչ խոսեմ։ Ինչ էլ ասեմ, հակառակն ես ասելու։ Չէ, եթե նորմալ բան ասես, չեմ ասի։ Ախր, Ավետ ջան, ես չեմ հասկանում, դու նորմալ ասելով ինչ նկատի ունես։ Ես չգիտեմ էլ քո համար որն է նորմալ, որն է աննորմալ։ Մենք շատ տարբեր ենք, հա, ու այս քայլերը լրիվ անիմաստ են։ Չէ, ես տենց չեմ մտածում։ Համել եթե ամեն ինչ ուզենք, կստացվի։ Իսկ անիմաստ քայլերն ինձ համար չի։ Ախր շատ տարբեր ենք, շատ։ Հա, դու մասնագիտությամբ բան ես, չէ՞, հաշվապահ։ Ուժս։ Չհասկացա, ինչ վատ է որ։ Վատ չի, ուղղակի բոլոր լուրջ մարդիկ այդ մասնագիտությունն են ընտրում։ Ինձ թվում է դուք ոչ մսից եք, ոչ էլ արյունից։ Տրամաբանությունը սպանեց, գիտես։ Լսի դու կարող ես հոգեբանության կամ փիլիսոփայության բաժինն ես ավարտել, որ կարողանում ես մասնագիտությամբ մարդկանց բնորոշես։ Սկզբի համար ասեմ, որ դու դեռ շատ զարմանք ես ապրելու իմ ասածներից։ Ու ոչ միայն ասածներից, այլ նաև արածներից ես։ Այդ ժպիտդ ոնց հասկանամ։ Դե հաշվապահներն էլ են մեկ-մեկ ժպտում։ Տեսա այդ մի բանը բաց է իր թողել։ Դու ինձ կարող ես չսիրել, չհարգել, ատել, բայց իմ մայրական բնազն ու սերը դու չես կարող կասկածի տակ դնես, հասկացար նոնա։ Քո պատկերացումները շատ սխալ են իմ մասին, նոնա, բայց ինձ էդ էլ է մեկ։ Ես չեմ պատրաստվում քեզ ինչ-որ բան համոզել կամ բացատրություններ տալ։
Սրանից հետո իմ համարը հավաքելուց շատ երկար կմտածես, նոնա։ Ինչ ես մտածում, որ ողջ աշխարհը քո շուրջ է պտտվում։ Ու դու պատրաստվում ես հանգիստ ապրել, հա? Երբ մի ողջ ընտանիք է քանդվում քո պատճառով։ Նոնա, քո ու Ռուբենի հարաբերությունների մեջ ինձ չմեղադրես, հասկացար։ Իսկ ում մեղադրեմ։ Քեզ։ Մենակ քեզ, նոնա։ Դու այդպես էլ չկարողացար Ռուբենին հասկանաս ու քո դիրքում մնաս որպես կին։ Իմ ու Ռուբենի մեջ ոչինչ չկա, նոնա, ու չի էլ կարող լինել։ Ինձ մենակ իմ աղջիկն է հետաքրքիր։ Ես քեզ շնորհակալ եմ, որ դու իրան պահել մեծացրել ես։ Բայց հանկարծ չհամարձակվես այլևս այս համարը հավաքես։ Ինչ-որ բան ա եղել։ Հա, մի քանի օրից դատս է։ Ինչ դատ։ Ինչ ես խոսում։ Ճիշտ է ասում։ Արտակի գործի հետ կապված նոր ցուցմունքներ կան։ Սուտ ցուցմունք։ Սոֆիայի փաստաբանը ամեն ինչ արել է, որ գործը դատարան հասցնի։ Լավ, սենց ինչքան։ Ինչի պետքա դու Ռաֆի արածի պատճառով դատվես։ Որովհետև մենք ոչ մի ապացույց չունենք Ռաֆի դեմ։ Մեզով պիտի հավատա ապուլ։ Բա հիմա ինչ ենք անելու։ Պապան զբաղվում է այդ հարցով։ Հուսամ մի բան կստացվի։ Կլինի այս թեման բոլորով փակենք, արդեն ներվայնանում եմ։ Չէ, չի լինի։ Պետք է նստենք ու մտածենք ինչ անենք, որ Ռաֆը խոստովանի։ Ապուլ, ես ասենք ավելի շուտ թռնել կսովորեմ, քան Ռաֆը կխոստովանի, որ ինքն է սպանել։ Այդ վախկոտին այդքան դուք որտեղից։ Ռաֆի նպատակը ինձ ու Դավիթին վնասելն է, ինքը հաստատ չխոստովանի։ Այսինքն առաջարկում եք նստենք ու սպասենք դատին, բա որ Ռուբենն էլ չկարողանա մի բան անել։ Աբուլ, քեզ ոչ մի հստակ բան չեն կարող ասել, որովհետև մենք էլ չգիտենք։ Ու ես դրա համար վախենում եմ։ Էլի սկսվեց։ Հա, Դավիթ, սկսվեց։ Սկսվեց, որովհետև պատճառ ունեմ վախենալու, օրենքի հետ խաղ չեն անի։ Բայց օրենքը իմ հետ լավ էլ խաղում է։ Լավ էս ինչ է կատարվում։ Լուրջ մի հանգիստ օրն ինչա որ չունենք։ Ես դրան պիտի սատկացրած լինեի, Ապուլ։ Հա, շատ ապրես, ինչ խոսք։ Չարածիտ մեղադրանքի տակից չեն կարողանում դուրս գալ, բա որ աներ ինչ կլինի։ Մի հատ ավելի լավա կոֆե բերեք խմեմ, գլուխս ավոր ցավում է։ Խոսում է էլի։ Ուֆ, ես արդեն հոգնեցի սենց անիմաստ նստելուց։ Ինչի՞, մեր համար խոսում ենք էլի։ Ես ձանձրանում եմ։ Ինձ սենց հանդիպումները հեչ հետաքրքիր չեն։ Լավ, Անի ջան, ասա ինչ ես ուզում, հաջորդ հանդիպումը տենց կազմակերպեմ։ Այ, ինչ էլ մեծ հույսեր ունես։ Լուրջ քո կարծիքով հաջորդը լինելու է, հա? Իմ կարծիքով չէ, հենց տենց էլ լինելու է։ Ես քո փոխարեն այդքան վստահ չէի լինի, Ավի ջան։ Հազար անգամ կներեք, Ավետ ջան։ Դու լավ հիշի քո այս խոսքերը, որ հետո պատասխանես հարցերիս։ Իսկ ես խոստանում եմ, որ հաջորդ անգամ քեզ շատ հետաքրքիր տեղ եմ տանելու։ Գիտես, շատ խիստ կասկածում եմ, բայց համեստորեն կլռեմ։ Համեստորենը մի քիչ կասկածում եմ, բայց որ լռում ես, այդ արդեն լավ է։ Լավ, դե ինչ անեմ, որ այդ անտր լեզուս ատամներիս հետևում չի մնում։ Խզորով չի։ Ժամանակի ընթացքում կսովորես։
Այսինքն կսովորացնեմ, էլի։ Հաջող ավետ, ես գնացի։ Ես ինչեր են հասնում ականջիս, Խաչատրյան։ Գուցե բարևեք, պարոն Դավթյան։ Բարև։ Եվ կպատասխանես հարցիս։ Եթե խոսքը Դավթի դատի մասին է, ծանուցման մեջ ամեն ինչ գրած է։ Իսկ դու հիշում ես մեր վերջին խոսակցությունը, թե ինչ ինձ ասացիր։ Ես ամեն ինչ հիշում եմ։ Ոչինչ չեմ մոռանում։ Բայց ինձ համար էլ էր սա նորություն։ Այնքան նորություն էր, որ հիմա քեզանից գոհ այսպես նստած ես, հա։ Չհասկացա։ Դու արդեն ինձ վիրավորում ես, պարոն Դավթյան։ Կարող է գիտես ես հիմար եմ ու չեմ հասկանում, որ դու մի բան թաքցնում ես ինձանից։ Ես ոչ մի բան էլ չեմ թաքցնում։ Գործը Սոֆիայի փաստաբանն առաջադրել։ Դատարանն էլ չի մերժել։ Ես իմ մեղքը ո՞րն է այստեղ։ Քո մեղքը այն է, որ դու ճիշտ ու լավ քննություն չես կարող անցկացնես։ Այդ է քո մեղքը։ Ոչինչ։ Ես քեզ կօգնեմ այդ հարցում, դու անհոգ եղի։ Բայց այդ ժամանակ մեր խոսակցությունը շատ ավելի վատ կլինի։ Ու մի մոռացի, որ այդ օրենքից ես էլ եմ ինչ որ չափով բան հասկանում։ Ու իմ ձեռքում էլ կա օրենքի ուժ։ Այսինքն սպառում եք, որ աշխատանքից կազատեք։ Ինչ հիմքով։ Հիմքերը շուտով սեղանիդ վրա դրված կլինեն։ Եթե ուզում ես թշնամանալ հետս, Խաչատրյան, թող փոխադարձ լինի։ Փոխադարձ։ Ուրիշ ոչ մի բանի մասին չեմ կարողանում մտածել։ Ուղեղս չի հանգստանում։ Ես էլ։ Մի սկսեք նորից, փակեք այս թեման, այդքան ասացի։ Դավիթ, կարող ես Սոֆիայի հետ մի հատ էլ խոսեմ։ Չէ, ոչ մի դեպքում, Մարիա։ Ինչի կարող է այս անգամ լեզու կարողանամ գտնել հետը։ Չես լսում, ինչ եմ ասում, ինչ ես շարունակում։ Իսկ ես առաջարկում եմ մեր կասկածների մասին կիսվենք քննիչի հետ։ Չէ, Աբուլ, այդ շատ վատ միտք է։ Այն էլ են դեպքում, որ մենք քննիչին չենք վստահում։ Ինչ ասում Մարիան։ Բերիքա զանգես այդ մարդուն։ Հանգիստ թող։ Այդ կրակը չի ինգեր այդ մարդը իմ ձեռքը, առանց այդ էլ ինձ վատ եմ զգում։ Բայց ինչ ես քեզ վատ զգում։ Ու հետո պապաս ձեր համար օտար մարդ չի։ Գնանք։ Հա։ Տունն ես լինելու, Աբուլ։ Հա, երևի չգիտեմ։ Ամեն դեպքում կապի մեջ կլինես ու աղբերական հիմար բաներ չանես։ Աբուլը հասկանում է, որ մեր վիճակը շատ բարդ է։ Ու մենք չպետք է սխալվենք, այնպես որ հաստատ ոչ մի բան չի անի։ Դու այդպես էլ չկարողացար Ռուբենին հասկանաս ու քո դիրքում մնաս որպես կին։ Իմ ու Ռուբենի մեջ ոչինչ չկա նոնա ու չի էլ կարող լինել։ Ինձ մենակ իմ աղջիկն է հետաքրքիր։ Ես քեզ շնորհակալ եմ, որ դու իրան պահել մեծացրել ես։ Բայց հանկարծ չհամարձակվես այլևս այս համարը հավաքես։ Ատում եմ քեզ։
Դավիթ, մի բան եմ ուզում ասել։ Եթե խոսքը իմ դատին է վերաբերվում, ավելի լավ է չասես։ Չէ, ուզում եմ իմ ու քո մասին խոսենք։ Դավիթ, ես ուզում եմ մինչև դատը ամուսնանանք։ Լուրջ ես դու հիմա։ Հա, Դավիթ, ես այս մասին քեզ էլի եմ ասել, ուղղակի դու թեման փոխել ես։ Բայց խնդրում եմ քեզ։ Ես հասկացել եմ, որ ժամանակը չպետք է խնայել։ Եթե խնայես, հետո չես կարող օգտագործել, ժամանակը գնում է։ Իսկ ես չեմ ուզում մեր ժամանակը զիջել հեռավորությանը, չեմ ուզում։ Իսկ դու հասկանում ես ինչ ես խոսում։ Ես չգիտեմ վաղը իմ հետ ինչ կլինի, անգամ մի քանի ժամից։ Մարիա, բա որ երկար տևի իմ բացակայությունը։ Դավիթ, ես հասկանում եմ, բայց ես էլ չեմ ուզում ապրել սպասումների ու անհանգստությունների մեջ։ Մենք ժամանակ չունենք, որ սպասենք գեղեցիկ օրվան։ Ինձ ճոխություններ պետք չեն, ես ուզում եմ մինչև դատը քո կինը դառնալ։ Իսկ եթե ամեն ինչն ինձ չստացվի, ոնց մենք ենք ուզում։ Դավիթ, ես պատրաստ եմ։ Եթե միասին լինենք, կհաղթահարենք։ Ես չեմ ուզում մեր սերն էլ մնա հետոյվան։ Դրա համար ավելի լավ է, որ հիմա գնանք այդ քայլին։ Եթե այդ քայլը քեզ երջանիկ կդարձնի, ուրեմն թող տես լինի, բայց Ինչ բայց։ Լսի, ես միշտ պատկերացրել եմ, միշտ ուզել եմ, որ այդ օրը քո կյանքի ամենագեղեցիկ, ամենահիշարժան օրը լինի։ Բայց հիմա այս իրավիճակում դժվար տենց ստացվի, հասկանում ես։ Դավիթ, իմ օրերը այն ժամանակ գեղեցիկ կլինեն, երբ դու իմ կողքին կլինես։ Դրա համար խնդրում եմ, արի իմ սրտի ձայնին լսենք։ Լավ, կլսենք։ Դե արի գնանք քեզ տուն տանեմ, ես էլ մտածեմ հասկանամ ինչ եմ անում, հա։ Սիրտս ավելի հանգիստ է սենց։ Ես պապայի հետ կխոսեմ, կասեմ, որ սա իմ որոշումն է։ Չէ, տենց չեղավ։ Առանցից պապայիդ հետ ոչ մի բան չխոսես։ Մի հատ թող այս օրը անցնի, մտածենք, հասկանանք ինչ ենք անում, նոր կխոսենք իրար հետ։ Ամեն այս քո որոշումը չի։ Լավ, ոնց ասես։ Հալիլ։ Ապուլ, ոնց ես, ուր ես կորել։ Կներես գլուխս մի քիչ խառն է։ Բան է եղել։ Դավիթին են դատի օր նշանակել։ Չեմ հասկանում։ Ոնց, լուրջ ես ասում։ Ահա որ Ալիլ։ Չգիտեմ գլուխս որ պատին տամ, ինչ անեմ, ինչով օգնեմ աղբորս։ Շատ խառն է ամեն ինչ։ Չգիտեմ իրոք ինչ ասեմ, շատ վատ բան ասեցիր։ Ոչ մի բան էլ մի ասա։ Կարևորը դու մի լարվի, մի տրվի էմոցիաներիդ, ես վստահ եմ ամեն ինչ լավ է լինելու։ Դավիթը մեղավոր չի։ Իսկ իսկական մեղավորին գտնելու են ու շատ վատ պատժեն, վստահ եմ։ Որովհետև ինքը համարձակվել է մարդ սպանել, հետո էլ փախնել։ Լիլ։ Ինչ Ապուլ։ Ես չեմ հարգում տենց մարդկանց։ Ավելի լավ է մեռնեն, քան ամբողջ կյանքում այդ մեղքի տակ ապրեն։ Լիլ, հետո կխոսենք, հա։ Կարող է ներս գաս։ Չէ, էլի մնա մի ուրիշ անգամ։ Ինչի արի ներս գնանք։ Տատիկս անդադ քո մասին է հարցնում։ Համել կտեսնի քեզ։ Անկեղծ հիմա իրոք են վիճակում չեմ որ կանամ կամ թող մնա, հետո անպայման կգամ։ Լավ։ Տուն ես գնում։ Դե կամ տուն կամ էլ պարապմունք էլի։ Հիմա ինձ լավ ծրվել է պետք։ Դե զգույշ կլինես։ Ու հենց հասնես կզանգես, լավ։ Լավ։ Ոչինչ, սիրեք իրար։ Շուտով սքալու եք։
Բարև ձեզ։ Լավ ասենյակիցը դուրս եկար։ Հիշեցիր, որ մայրիկ ունես, ով արդեն խելագարվել է։ Մամ, լավ էլի մի սկսի, իրոքի վիճակի չեմ։ Բա ինչ ես սքոսրայի դեմքով։ Ինչիս վրա ուրախանամ, մամ։ Այդ մեկը ես էլ եմ համաձայն։ Դավիթին են դատում։ Ինչ։ Հա, մամ, նոր Աբուլի հետ էի խոսում, ինքը ասեց։ Կլինի գնամ իրա մոտ, շատ վատ վիճակում էր։ Մի րոպե, այդ տղայի սպանության համար են դատում։ Հա, մամ, կլինի գնամ Աբուլի մոտ։ Տես, չեմ ուզում խաբեմ, ճիշտ է ասում եմ։ Չէ, չի լինի Լիլիթ։ Դու այդ մարդասպաների հետ գործ չունես։ Տես աղբորը ինչի համար են դատում, ես չեմ ուզում դու կապ ունենաս իրանց հետ։ Մամ, արտակին Դավիթը չի սպանել։ Ինչ ես այդքան վստահ խոսում։ Դու ինչ գիտես։ Որովհետև Դավիթին էլ Աբուլին էլ ճանաչում եմ ու գիտեմ, որ իրենք այդպիսի քայլի ընդունակ չեն։ Արտակին ինչ-որ վիժվածք է սպանել ու փախել։ Ձենդ կտրի ու էլ չշարունակես։ Մամ, ես չեմ հասկանում, քո համար մեկ են իմ զգացմունքները։ Ես ասում եմ Աբուլը հենց հիմա վատ վիճակում է, ես ուզում եմ գնամ իր կողքին լինեմ։ Իսկ ես քեզ ասում եմ չես գնալու։ Չես գնալու ու վերջ։ Միգրանես չի անցնում։ Արտակի զանգերի ցուցակն է, պարոն Դավթյան։ Ապրես, ազատ ես։ Չհասկացանք։ Ռաֆի համար ինչ գործ ունես ցուցակի մեջ։